Ենթադրենք դու ուզում ես հաշվել, թե քանի օր է անցել քո վերջին ծննդյան օրվանից, և ծննդյանդ հաջորդ օրը դու նկարում ես մեկ նշան պատին։ Ուրեմն արի նկարենք։ Դու նկարում ես պատին մեկ նշան։ Հաջորդ օրը ևս մեկ նշան։ Հետո ևս մեկ նշան, և ենթադրենք մի որոշ քանակի օրեր անց դու ուզում ես հաշվել, թե քանի օր անցավ քո վերջի ծննդյան օրվանից, և դու հաշվում ես պատին նկարած նշանների թիվը, այսինքն այս դեպքում 1, 2, 3, քո ծննդյան օրվանից անցել է 3 օր, և դու շարունակում ես նկարել նշաններ պատին, ամեն օր ավելացնելով ևս մեկ նշան, ուրեմն 4-րդ օրը դու նկարում ես ևս մեկ նշան, 5-րդ օրը ևս մեկը, 6-րդ օրը ևս մեկը, և այսպես շարունակում ես նկարել նշաններ պատին։ Եվ դու հասկանում ես, որ այս եղանակը իհարկե գործում է, բայց հնարավոր է որոշ ժամանակ հետո քո պատին ուղղակի տեղ չմնալ, և մի փոքր էլ ժամանակատար է այս եղանակը։ Հիմա ենթադրենք ինչ-որ քանակի օրեր կրկին անցավ, և դու ուզում ես էլի հաշվել, թե քանի օր է անցել քո վերջին ծննդյան օրվանից։ Արի հաշվենք, թե պատին քանի նշան ես արել։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23։ Տեսնում ես, որ այս եղանակը գործում է, բայց մի փոքր ժամանակատար է։ Հիմա ենթադրենք դու էլի շարունակում ես նկարել ինչ-որ նշաններ պատին, և այսպես մի քանի օր անց դու ունենում ես ինչ-որ քանակի նշաններ։ Հիմա արի հաշվենք և փորձենք գտնել մի փոքր ավելի հեշտ եղանակ ներկայացնելու այս ամբողջ թիվը։ Հիմա քո մոտ ստացվեց 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33, 34, 35, 36, 37 նշան։ Հիմա փորձենք այս բոլոր նշանները խմբավորել։ Քանի որ ձեռքիս վրա ունեմ 10 մատ, փորձենք խմբավորել տասնյակներով և հետո կտեսնենք, թե քանի միավոր է մնում։ Արի խմբավորենք։ Ուրեմն հաշվենք։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, սա եղավ մեր մեկ տասնյակը։ Այսպես, այսպես, առանձնացնում ենք մի ուղղանկյունիկի մեջ, հետո հաշվում ենք ևս մեկ տասնյակ, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, սա եղավ մեր երկրորդ տասնյակը, ևս մեկ ուղղանկյունիկի մեջ ենք առանձնացնում, հետո շարունակում ենք, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, սա մեր երրորդ տասնյակն է, և շարունակենք, տեսնենք արդեն տասնյակներ չմնաց, մնացին ինչ-որ քանակով միավորներ, տեսնենք, թե քանի միավոր մնաց, 1, 2, 3, 4, 5, 6, 7, այսինքն մնաց 7 միավոր, մենք ունեցանք 3 տասնյակ և 7 միավոր, ինչպես ենք դա գրառում, ուրեմն ունեցանք 3 տասնյակ և այստեղ մենք ունեցանք, ուրիշ գույնով գրեմ, այստեղ ունեցանք
7 միավոր։ Միավորները մենք թվում գրում ենք աչից առաջին տեղում, տասնյակները աչից երկրորդ թվում։ Եվ մեր մոտ ստացվեց 37 թիվը։ Եթե մենք ունենայինք հարյուրյակներ կամ հազարյակներ, դրանք արդեն կգրեինք երրորդ և չորրորդ տեղերում, բայց դրա մասին հետո։ Հիմա մենք ունեցանք 37 թիվը, ինչպես կարելի է ներկայացնել 37 թիվը, որպես 3 տասնյակ, գրանցենք 3 տասնյակ, և 7 միավոր, գումարած 7 միավոր, 7 միավոր, իսկ ինչ է իրենից ներկայացնում 3 տասնյակը, դա հենց 30 թիվն է, այսինքն որ ունի 3 տասնյակ և 0 միավոր, այսինքն մենք կգրենք 30 գումարած 7։ Եվ դու տեսնում ես միևնույն թվի ներկայացնման տարբեր տարբերակներ, այսինքն մեկը պատին արված նշաններով, մյուսը որպես թվային համակարգով 37 թվով։ Եվ դու հասկանում ես, որ իհարկե պատին արված նշանները հեշտ է անել մի քանի օրերի համար, բայց եթե դու ունենաս օրինակ 1057 օր, դա արդեն բավականին դժվար է և պատին կարող է տեղ չհերիքել, իսկ եթե դու ունենաս թվային համակարգով ներկայացված թիվ, սա ավելի է հեշտացնում քո գործը։ Այսքանը։